Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվեք մեր Զենք ոնց առնենք 3 հատ սոյով ենք կռվելու լավ չգիտեմ x թվով 4 հատ 5 հատ 168,000 գրանցված բանակի դեմ քանի հազար բանակ ունենք քանի հազար մեզ մնում է մենակ մի բան հայ առաքելական եկեղեցին բացում է իր գանձանակները շվեյցարական բանկի հաշվեհամարները վերջի վերջո ես քանի օր այս պահքի շրջանում նստած մտածում եմ թե արդյոք մենք պետք է բացենք այդ գանձանակները թե չէ քանի որ սրբություն ենք ասում մեր ազգային ժառանգությունն ենք ասում դարերով փրկված այդ բոլոր գանձերը այդ ամեն ինչը բերել ենք հասցրել ենք դա մեր ազգայինն է բայց այսօր մեր ազգայինը կախված է սենց չգիտեմ մի հատ բեղավորի քմ հաճույքից կուզի կկրակի կուզի չի կրակի չգիտեմ այն դուք ինձնից լավ գիտեք էլի այդ ամեն ինչը ես չպատմեմ եւ մեզ ինչ հա պետք մենք խի ենք ասում որ հարկ վճարողը հերոս է մենք չենք ասում որ կռվող մարդը հերոս չի բայց խի ենք ասում հարկ վճարողը հերոս է որտեվ փող չկա բյուջեն դատար կա թոշակները 1000 դրամով չեն կարող բարձրացնենք ինչի համար որտեվ բյուջեն դատար կա հեսա այն անդիմադիր դաշտեն ես իմ ճոճաները են խառը կգրեն կասեն գնա Նիկոլիտ ասա այս մեկին ասա այս մեկը լավ ապրում է մեկը լավ ես ձեզ անկեղծ եմ ասում ինձ լրիվ մեկը թե մեր պետության մեջ 30-40 հոգի լավ են ապրում թե չէ ինձ դա լրիվ մեկը ես իրանց հոգեբանության մեջ չեմ կարա բան փոխեմ բայց ես ամբողջ օրը մտածում եմ թե մենք փող որտեղից առանց փողի մեր սերունդն էլ է սենց գնալու ամեն օրը լուսացնելով վախենալով հաջորդ սերունդն էլ է այդ երեխեքին վեհապար հայրապետը որ օրհնում է այդ երեխեքի կյանքը լրիվ մեր կյանքի նման ալնելու պատերազմով պատերազմի մեջ եթե մենք գումար չգտնենք իսկ մենք գումար կարան գտնենք Եթե իրականում մեզ օգնի եկեղեցին, հոգևոր հայրերը գնան, հասարակ կյանքով ապրեն, այդ բենթլիները ծախեն, այդ միլիոնները, այդ բիզնես, այդ ամեն ինչը ներդնեն եւ մենք պաշտպանական միջոցներ առնենք։ Վերջապես բացեք եկեղեցու գանձանակները, այդ բանկի, շվեյցարական բանկի հաշվեհամարները, Սփյուռքի ամբողջ ունեցված հարստությունը եկեղեցու փողերը դա ում փողերն է մենք եկեղեցու թշնամին չեք դուք մեզ մի փորձեք ինչ որ ուրիշ բաներ ասեք էլի չի ստացվելու պարզապես եթե դու այդ երեխեքին օրհնում ես վեհապար հայրապետ դու այդ երեխեքին հեսա զատիկն է գալի էլի նույն ձևի զատիկին էլ մի երկու շարք կնստացնեն արցախցիներին իբր թե իրանք արցախցիների մասին շատ են մտածում Եկեղեցին պարտավոր է այդ ամեն ինչը տալ։ Ես քանի օր նստած մտածում, ասում, արդյոք եթե ինքը չի ուզում տա այն ամեն հարստությունը, որը իրականում ժողովրդինն է։ Դա առևտրային կազմակերպություն չի, էլի եկեղեցին, ինքը հոգևոր կառույց է։ Ինքը առևտրային կազմակերպություն չի, որ ասենք, դե Գարեգին բն հարստացա։ Ինքը հոգևոր կառույց է, այդ ամեն ինչը պատկանում է ժողովրդին։ Ես քանի օր նստած մտածում եմ ասում, բայց եթե ինքը չի ուզում տա այդ ամեն ինչ, ասենք ինքը ուզում է ունենա բան, ադամանդի գավազան կամ մի ուրիշ բան, արդյոք ժողովուրդը իրավունք ունի վերցնի, այդ ամեն ինչը վերցնի ու զենք առնի վերջապես։ Զենք առնի, չգիտեմ, միջոցներ առնի, տարբեր բաներ առնի։ Ու հիմա իրավիճակը նենց է, որ ցանկացած ազգայինի իրականությունը դու ուզում ես փոխես, ասում ենք եկեղեցին թող տա այդ գումարները, կռվող մարդիկ եւ ֆիդայինները թող գնան վերապատրաստման, մենակ խոսալով չի, բդեշ Ռեմբոզավր Երևալով չի, մեզ ինչ են ասում, դուք եկեղեցու թշնամին եք, եկեղեցու դեմ գնում, մենք եկեղեցու դեմ չենք գնում, մենք ասում ենք այդ եկեղեցուն ում է ծառայում, այդ եկեղեցին եթե ժողովրդինն է, մենք չէ հաջորդ սերունդն էլ չի կարալու այս փոսից դուրս գա, եթե
Փողերը չտակ, զենք չառնենք, զենք չունենք, ինչ ենք առնում, ասենք ես նայում եմ ու հաշվում եմ, ինչ ենք մենք առնում ու ինչա Ադրբեջանը առնում։ Իհարկե այս իշխանությունը, չգիտեմ, նախկիններից տարբերվում է եւ այլը առնում է, բայց ինչ ենք մենք առնում ու ինչա Ադրբեջանը առնում։ Մենք առնում ենք 2 հատ, 3 հատ, որը միջև գալիս է հասնում է Հայաստան, մի հատ Հնդկաստանն անդ է գրում, մի հատ է մեկն անդ է գրում, Ադրբեջանը տեղում ամբողջ աշխարհից 50, 60, մեր 3 հատի դեմ մի 60 հատ բերում է լսնում է։ Դե հələ մարդկային զորքն է չասեմ։ Դրա համար նույնիսկ վեհապար հայրապետ այդ երեխեքին որ օրհնում ես, այդ երեխեքն էլ ապագա չունեն, որովհետև մեզ փող է պետք, փող։ Այդ փողն է մենակ պետք է բոլորը գցվեն, սենց ասեմ, էլի, բոլորը պետք է գցվեն։ Ինչքան էլ ասենք, որ մեր երկրում կա Գրզո, Ծառուկյան, մեկ, մարդիկ կան իրոք իրանց քրտինքով են այդ փողը աշխատել, ժողովուրդ ջան, ես չեմ կարա էլի իրանց բան ասեմ, մարդ կա իր սեփական բիզնեսով զրոյից սկսել է, աշխատել է, բայց ոչ մեկը չխոսի հայրենասիրությունից, ոչ մեկը չխոսի, որ սիրում է Հայաստանը, ուզում է Հայաստանը լավ լինի, չգիտեմ, մարդկությանն է սիրում, հայ ժողովրդին է սիրում, չկա տենց բան, ոչ մեկը չխոսի տենց բաներ։ Չխոսեք ոչ մեկը, եկեղեցի հարուստ կառույցից, դու քո հոգևոր հոտին օրհնում ես, ինչն ես օրհնում, որ վտանգված է ամեն օր կրակում են, անգամ չենք կարում պատասխանենք, որտեվ գիտենք հենց պատասխանենք լայնածավալ, անենց կկտրտի մեր երկիրը, էլ անասելու, կկտրտի սենց մսաղացով կաղա, իշներս է պակաս, դուխներս չի հերիքում, արժանապատվություն չունենք, մշակույթ չունենք, պատմություն չունենք, գենաֆոնդ չունենք, ինչ չունենք, մենք ամեն ինչ ունենք, մենք մենակ փող չունենք, այդքան բան, փող պատի տակ, փող, դրա համար են մեր երկրում հարկ վճարողին, որը 1000 դրամ հարկ է վճարում, հերոս են հանում, ժամանակի հերոս, որտև այդ ամեն ինչի իմաստը ինչ է, որ փող չկա, զենք առնենք, այդքան բան։ Դրա համար իմ կարծիքով ես չգիտեմ տա ոնց պետք է կատարվի, բայց եկեղեցին պետք է բացի իր գանձանակները ու բոլոր հարուստ մարդիկ, ովքեր ապրում են գոնե Հայաստանում, ասեն գոնե Հայաստանում ապրողները, թող չասեն էլի Հայաստանը սիրում են, չգիտեմ ինչ են անում, այն օպերայի հրապարակում, կառավարության դեմը, ես չգիտեմ, ջոկատներ, մարդիկ, որոնք եղել են պատերազմում, որոնք պատրաստվում են գնան Արցախ գրավել, դուք նորարար ինչ եք սովորել, դուք գնացել եք ԱԹՍ-ի դասընթացների, դուք ծանր զենքի տիրապետում եք, դուք կարում եք ԱԳԱՍ-ից խփեք, կորդից խփեք, դուք տալու եք մերոնց կոտորեք, դուք մտածում եք էդի որ տեսել եք մի հատ կնովկայա, մի հատ պերեզարիժատա, տենց եկա, տալու եք մերոնց կոտորեք, մի քանիսն է քաղաքում նստած, մտածում են կամավոր են, էլի հեսա ժիգուլի նստելու են գան կռիվ, այդ կռիվն է պրծավ, ամեն ինչը այնքան կեղծ է և ամեն ինչը այնքան բան է, չէ որ մեկն էլ ասում է, որ ինքը սիրում է հայ ժողովրդին, սիրում է Հայաստանը, սիրում է, չգիտեմ, սենց ազգային մանավանդ, որ այդ բառը չեն ասում, ազգային, մեր ազգը, որդ եք սիրում մեր ազգը, սիրելը ինքը, չգիտեմ, զրկանքներ ա կրում, տառապանք ա կրում, հզոր երկիր կառուցելու համար դու պետք է այդ տառապանքի բովում և այդ զրկանքների բովում այդ ճանապարհը պետք է անցնես, պետք է քեզնից կտրես 10 այս երկրին, կտրես 10, հրաժարվես քեզնից, քո այդ լավ ամեն ինչից, կտրես ու 10 մեր երկրին, կտրեք ամենքը, չգիտեմ, պետք է գնաք ռեստորան, գնացեք պարապեք, աշխարհազորային խմբակում պարապեք, մի նոր բան սովորեք, ԱԹՍ սովորեք, մեկը սովորեք, բայց բոլորը, չգիտեմ, զինված, բրոնեժիլետներն էլ հագած են, որ հագնում են բոյի ժամանակ, էլի ժողովուրդ ջան, այդ ժիլետներն էլ են հագել, բրոնեժիլետներով, ու լեռների գագաթին նկարվեն, չգիտեմ ինչ անեն, այս Facebook-ը պետք է անջատեմ, բարձանամ սարեր, բայց
քանի օր ես չգիտեմ, ուզում եմ նաև դուք ես հարցին պատասխանեք, որովհետև ինչքան էլ մենք ասենք, որ մեր երկիրը հզորանալու է, շատ լավ է լինելու, ոչ մի բան էլ լավ չլինելու, որովհետև մեզ փող է պետք, ժողովուրդ ջան։ Մենք ունենք 3 հատ սու, 3 հատ սամալյոտ ունենք, դուք պատկերացնում եք, 3 հատ սամալյոտով ենք կռվելու, եթե հարձակվի, 3 հատ սույով։ Ասենք թե ռակետները փոխեցիք է, մեկը փոխեցիք է, մեկը փոխեցի, լավ 3 հատ չի, 10 հատ, դրանով են կռվել։ Մեզ ահա որ շատ փող է պետք, ահա որ շատ։ Դրա համար էլ ասում են, ասենք այդ բանը, ժամանակի հերոսը, հարկ վճարողն է, այն խեղճ քաղաքացին, որը 68,000 դրամից տանում է նվազագույն աշխատավարձից հարկա, տենց ապագա չի լինում, տենց երկիր չի կառուցում, ոնց որ մենք ենք սենց իրոք նվաստացած ապրում ենք, ասեք կրակում են, մերոնք չեն կրակում, զսպված են, տենց է մեր սենունդն է ապրելու, եկող սենունդն էլ է հաստատը տենց ապրելու, եթե բոլորը իրական, առանց պաթոսի, բարձր խոսքերի, իրանց փողերը չտան ու պետությունը զենք չառնի։ Ուզում են թող իշխանությանը չտան, եթե ինչ որ չեն սիրում, չեն վստահում, իրան կարան ուղիղ փոխանցում կատարեն, ասենք պայմանավորվեն, որ ասում ով որ ուզում է մի բարի գործ անի, անում է, էլի չի նայում Պողոսն է նստած, Պետրոսն է նստած, թե ով է նստած, փոխանցում արեք, հայ առաքելական եկեղեցին կարա փոխանցում անի, չգիտեմ։ Վերջ չէ, էլի շատ հարցեր կա, հեսա Զատիկին էլ նորից բոլորին կնստացնի, կորտնի, այն ինչքան էլ բաներ կան, չէ՞, նախկիններ կան, գնում են այդ մայրաթուռ այդ առաջի շարքերին շարվում, բանը, մեր Սասուն էլ է տենց ձեզ ասել, որ գնում ես վարչություն, ուզում ես Սասունին տենաս, ասում ես կոմանդիրը ուր է, ասում են ժամերգությանը, ժամերգության աղոթող է դառել, դու զորավար ես թե աղոթող ես դառել, ճիշտ թազա բաներ է, աղոթող մարդը երբեք էլի իրան ցույց չտալի, ես եմ ինչը չի բանը կոմանդիրը ժամերգություն անում։ Նույն ձևի էլ էս ընդդիմադիրները հեսա մի քանի շերտ կշարվեն, Զատիկին են նկարվեն, պարտադիր, մայրաթոռում, բայց որ հարցնես պատարակը ինչ է, պատարակը քանի մասից է բաղկացած, շնորհալին ով է, կամ ասես մի հատ դավթի սաղմոս ասա, այ ախպեր ջան, կարաս մի հատ դավթի սաղմոս ասես, գոնեն ամենա առաջի, երկրորդ, երրորդ եւ այ եւ այ։ Այս ամեն ինչ այնքան կեղծ է։ Եվ այս ամեն ինչը չի կարա տանի հզոր Հայաստանի իմ ամբողջ ասելիքս այդ մենք կողքից նայում ենք, կողքից մենք ոնց ասեմ, որ ճիշտ լինի, ընդհանուր որ սենց նայում ես, չէ, այս ամեն ինչը այնքան կեղծ է, ամեն տեղ, բոլոր շերտերում այնքան կեղծ է, ոչ եկեղեցի գնացողն է իր գնացածից բան հասկանում, ոչ այդ ներսի մարդիկ են հասկանում, թե իրանք ինչ են անում, հասարակ այսօր ասում եմ, ծաղկազարդի տոնն է, ես մենակ հաշվում եմ, թե հասարակ քաղաքացի մեր հայ ժողովուրդը մինչև հասնի այդ Սուրբ Խորանը, քանի տեղա մուծվում, մեքենայի համար մուծում, հələ մի հատ երեխան եթե ուզի, ասենք զուգարան գնա, եկեղեցու տարածքի զուգարանն էլ է վճարով, գիտեք, չէ, հələ պատկերացեք ճյուղերը գնեց, ճյուղերը տարավ քահանան օրհնի, ատեղի փող վճարեց, մոմերը գնեց, խումբը գնեց, խաչամփյուրի փողը տվեց, երեխեքի օրհնության փողը տվեց, հələ պատկերացրեք էլի։ Մարդը գնացել է եկեղեցի, հա։ Սենց, ու չգիտեմ, մենք այս ամեն ինչը եւ մեր հեղափոխությունը մի հատ ռեստարտի կարիք ունի, իրական ռեստարտի, որտեվ այն ինչ մենք կոչել ենք հիմա, որ մենք անցել ենք այդ հեղափոխությունը, ընդամենը հա ազատ խոսք, նման շատ իրավական բաներ կա, որ կա, բայց այ մեր Հայաստան պետությունը, որպեսի ուժեղանա, մենք ցավոտ ռեստարտներ պետք է անենք, շատ ցավոտ ռեստարտներ։ Ու այդ ռեստարտները վերափոխարկումները, սենց ասեմ, հայերեն ավելի ճիշտ, այդ վերափոխարկումները պետք է անենք չնայելով, թե վայ մեզ ինչ կասեն, կքարկոծեն, կհալածեն, կասեն եկեղեցու դեմ հելավ, չգիտեմ, կռվողների դեմ հելավ է, մեկի չէ ախպեր, չէ, գալիս է առաջին գիծ,
մի հատ քննություն անցնում արյան անալիզի առաջինը, մի հատ տեսեք տա вообще ով է որ գալիս է առաջին գիծ, թմրանյութ կա դրա արյան մեջ, խմողա, ինչացույա, զենքից կարում է կրակի զենք բռնելը չի մենակ ուսին դնել նկարվելը չի, կարում է կրակի այդ մարդը այդ զենքից, թե գալիս է ստե ֆարսաժների համերգ տա, գյուղացիքի կյանքները ուտի այն աստիճան, որ գյուղացիք արդեն սենց ասում են, վայ երբ կլինի սրան գնան պրծնենք սրանցից։ Եկեղեցի ես մտնում, քահանային ես հարստացնում, մի հարստացրու քահանային, մենք պարտավոր չենք իրանց պահենք, սովորական քաղաքացին գնում է աշխատում է, թող իրանք է աշխատեն, ով ասե, որ այն ճեմարանն էլ ամեն անգամ հոգևոր ճեմարանը, նայում եմ էլի սբանան, թազա քահանաներ արտադրում, ամեն տարի քահանաներ արտադրում, Հայաստանում մարդ չկա, այդքան քահանան ում համար եք արտադրում, այսինքն մենք այդ բոլորին պետք է պահենք ու պահենք, այդքան պահելու տեղը, որ մենք այդ սաղին պետք է պահենք, հենա զենք կառնենք, իրական մեզ ինչա պետք, մեզ զենք է պետք, ուրիշ ոչ մի բան, թող կռվող էլ չլինի այ մարդ, կռվողն էլ չենք ուզում, նոր դարի պատերազմը բանակը լրիվ հերիք է, բանակը կամպյուտերի դեմը նստելու է, մի 10 զենք մի հոգի կարա կառավարի, մեզ էդ էլ է հերիք, պետք չեն մեզ են ռեմբոզավրները, բայց մեզ զենք է պետք, որը մենք չունենք, ու դրա համար թեկուզ այսօր եկեղեցիներում մանուկների օրհնություն, չգիտեմ ինչ, մենք չէ, մեր երեխեքն էլ են մեր նման, այսենց օրը լուսացնելով, ապրելու, եթե մենք իրական չբռնենք մեր գողացող, չգիտեմ, աշխատանքի տեղը ով գողանման նրա ձեռից, մենք անում ենտեղ սուս ենք անում ենտեղ պուպուշինք ենք, բոլորի հետ լավ ենք, չէ, բայց ծափահարում ենք ովքեր խոսում են, մենք չենք խոսում, մենք մենակ ծափահարում ենք են խոսողներին, որտեղ մենք ուզում ենք լավը լնենք, պուպուշիկ լնենք, մեզ չկպնեն, մեզ բան չասեն, չէ, մենք սաղի հետ լավը լնենք, դա հզոր Հայաստան չի լինելու։